Ինչ կանեիք, եթե ձեր կյանքի հերոսը իրականում ձեր ամենամեծ թշնամին լիներ։ Պատկերացրեք մի մարդու, ով իր կայսրությունը կառուցում է լավագույն ընկերոջ ոսկորների վրա, բայց սա ամենասարսափելին չէ։ Նա խլում է ընկերոջ կնոջը, որդուն մեծացնում որպես իր սեփական զավակ և ստիպում տղային հպարտանալ իրենով, իր իրական հոր դահիճով։ Տարիներ շարունակ որդին ապրում է, չիմանալով, որ իր ողջ կյանքը մեկ մեծ արյունոտ սուտ է։ Այսօր մենք ցույց կտանք, թե ինչպես է մեկ անսպասելի գտածոն բացահայտում տասնամյակների սուտը, քարը քարի վրա չթողնելով փայլուն կայսրությունից։ Բայց ամենակարևորը, դուք կտեսնեք անհնարին ընտրությունը, որի առաջ կանգնում է որդին։ Ինչն է ավելի թանկ՝ թշնամուց ժառանգած միլիարդները, թե դավաճանված հոր մաքուր անունը։ Ճշմարտությունը թաքնված է մի մոռացված իրի մեջ։ Արդյոք արյունը ջրից թանձր է, իսկ ոսկուց ուժեղ։ Պատասխանը կցնցի ձեզ։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Արարատ հոլդինգի տնօրենների խորհրդի նիստերի դահլիճի օդը խիտ էր լարվածությունից, սակայն այդ լարվածությունը հաղթանակի քաղցր համ ուներ։ Շքեղ, մինիմալիստական ոճով կահավորված սենյակի լայն պատուհանից, ինչպես ափի մեջ, երևում էր Երևանի սիրտը, երուն ու կյանքով լի։ Երկար փայլեցված սեղանի շուրջ հավաքված էին լուրջ կոստյումներով տղամարդիկ, որոնց դեմքերին զաստիլա սպասումի և հարգանքի խառնուրդ։ Սեղանի գլխին, իր իշխանության բարձրունքում, նստած էր Կարենը, խիստ, բայց ակնհայտորեն բավարարված տեսքով։ Նրա աջ կողքում, հաղթողի վստահ կեցվածքով, նստած էր Արամը, որի աչքերը փայլում էին երիտասարդությանն ու հաջողությանը բնորոշ անզուսպ կրակով։ Պատին պրոյեկտված էկրանի վրա գրաֆիկները, ինչպես լեռնագնացներ, կտրուկ սլանում էին դեպի վեր, խորհրդանշելով ընկերության աննախադեպ թռիչքը։ Արամի ձայնը հնչում էր հստակ ու վստահ, կտրելով դահլիճի լռությունը։ Այսպիսով, պարոնայք, եռամսյակի արդյունքները գերազանցում են ամենահամարձակ կանխատեսումները։ Շվեյցարական գործընկերների հետ կնքված պայմանագիրը բացում է նոր հորիզոններ Արարատ հոլդինգի համար։ Սա ոչ միայն ֆինանսական հաջողություն է, այլև ռազմավարական հաղթանակ։ Սեղանի շուրջ հավանության զուսպ խշշոց տարածվեց, և տնօրեններից մեկը, չկարողանալով թաքցնել իր հիացմունքը, ասաց. «Հիանալի աշխատանք, Արամ, քո հայրը պետք է հպարտանա»։ Արամի հայացքը ջերմորեն սահեց դեպի Կարենը, և նա համեստ ժպիտով պատասխանեց. «Ես ընդամենը սովորում եմ լավագույնից։ Այս հաղթանակը բոլորինս է, բայց առաջին հերթին պարոն նախագահի ռազմավարության արդյունքը»։ Կարենի դեմքին հպարտության անթաքույց ժպիտն ավելի լայնացավ, լուսավորելով նրա խիստ դիմագծերը։ Նիստն ավարտվեց բուռն ծափահարություններով, որոնք կարծես հաստատում էին. այս կայսրությունն անսասան է, իսկ նրա ժառանգորդը արժանի։ Երեկորյան Կարենի շքեղ առանձնատունը վերածվել էր փոքրիկ թագավորության, որտեղ տոնում էին արքայազնի հերթական հաղթանակը։ Աչք շոյող շքեղությունը ամենուր էր, թանկարժեք կահույք, հայտնի նկարիչների կտավներ պատերին, բյուրեղյա ջահերից արձակվող փափուկ լույս։ Հյուրերի կազմը խոսում էր տանտիրոջ կարգավիճակի մասին, քաղաքի ողջ սերուցքը, խոշոր գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ճանաչված դեմքեր հավաքվել էին այստեղ։ Հանգիստ, ջազային երաժշտության ներքո մարդիկ շրջում էին խմբերով, ձեռքներին շամպայնի բաժակներ, վարելով կիսաձայն կարևոր զրույցներ։ Ուշադրության կենտրոնում, իհարկե, Արամն էր։ Նա անբասիր տեսք ուներ, ժպտում էր, սրամտում, ընդունում անկեղծ ու շողոքորթ շնորհավորանքներ։ Մի փոքր հեռու, ինչպես ռեժիսորը բեմի խորքից, Կարենը հայրական անսահման հպարտությամբ հետևում էր իր ստեղծագործությանը, իր որդուն, իր ժառանգին։ Սակայն այս փայլուն տոնախմբության մեջ կար մի մութ անշարժ կետ։ Հյուրասենյակի հեռավոր անկյունում, ապակեպատ պատի մոտ, մենակ կանգնած էր Սոնան։ Նրա սև, էլեգանտ զգեստը ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը, բայց միևնույն ժամանակ կարծես զլիվանոց շրջապատող ստվերների հետ։ Ձեռքին նա պահում էր գինու բաժակ, որին այդպես էլ չէր կպել։ Նրա դեմքը անթերի դիմահարդարված էր, բայց դա ընդամենը դիմակ էր, որը չէր կարողանում թաքցնել աչքերի խորքում թառամած անասելի տխրությունը։ Նա նայում էր աղմկոտ ամբոխին, բայց չէր տեսնում նրանց։ Նրա ողջ էությունը կենտրոնացած էր Արամի վրա։ Եվ նրա դեմքին սառել էր զգացմունքների մի բարդ խառնուրդ, անսահման մայրական սեր, հպարտություն և մի ցավ, որը կարծես ֆիզիկապես այրում էր նրան ներսից։ Կարենը նկատեց նրա մեկուսացումը և անաղմուկ մոտեցավ։ «Ինչու ես մենակ կանգնել, Սոնա, այսօր մեր տղայի օրն է, արի, մի բաժակ բարձրացնենք»։ Նրա ձայնը փափուկ էր, բայց պահանջկոտ։ Սոնան չշրջվեց։ «Ես հոգնել եմ, Կարեն, այս ամբողջ աղմուկը»։ Կարենի դեմքը մի պահ խստացավ։
Սա աղմուկ չէ, սա հաջողության ձայնն է, այն հաջողության, որը ես կառուցել եմ քեզ համար, մեզ համար, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա։ Այդ խոսքերից Սոնան վերջապես շրջվեց, և նրա սառը հայացքը հանդիպեց Կարենի հայացքին։ Նա միայն փողի կարիք չունի Կարեն, նրա շշուկը ավելի սուր էր, քան դաշույնի հարվածը։ Հենց այդ պահին Արամը վերցրեց բարձրախոսը, և նրա երիտասարդ զրնգուն ձայնը լցրեց դահլիճը. «Հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ բոլորիդ, բայց իմ ամենամեծ շնորհակալությունը ուղղված է մի մարդու, ով ինձ համար ոչ միայն հայր է, այլև ուսուցիչ, ընկեր և օրինակ։ Հայր, առանց քո իմաստության և հավատի այս ամենը հնարավոր չէր լինի։ Ես հպարտ եմ, որ քո որդին եմ և կրում եմ քո ազգանունը։ Բուռն ծափահարություններ»։ Արամը բաժակը բարձրացրեց դեպի Կարենը, ով փայլում էր երջանկությունից։ Այդ պահին Սոնա կամաց փակեց աչքերը, կարծես ցանկանալով անջատվել այդ իրականությունից, որը նրա համար անտանելի տանջանք էր։ Երբ հյուրերի մեծ մասն արդեն հեռացել էր, և տանը տիրում էր հաճելի հոգնածության մթնոլորտ, դրան զանգը անսպասելի հնչեց։ Տան աշխատողը վերադարձավ մի փոքրիկ, հասարակ թրթով փափատված ծանրոցով։ «Պարոն Արամ, սա ձեզ համար է»։ Առաքիչը թողեց ու գնաց, ասաց շատ անձնական է։ Արամը տարակուսած վերցրեց տուփը։ Այն զարմանալիորեն ծանր էր իր փոքր չափի համար։ Հետաքրքրությունից դրդված նա զգուշորեն բացեց այն։ Ներսում մուգ կարմիր թավշի վրա դրված էր հնաոճ փայտից նրբորեն փորագրված շախմատի ձի։ Այն անկասկած գեղեցիկ էր, բայց ժամանակից մաշված, տեղ-տեղ փայտը մգացել էր անթիվ հպումներից։ Ոչ մի գրություն, ոչ մի բացիկ, ոչ մի բացատրություն։ Տարօրինակ է, ով կարող էր ուղարկել, մտածեց Արամը, պտտելով ձին ձեռքերի մեջ։ Նրա մատները զգում էին փայտի վրայի մանր ճաքերը, և հոգու խորքում արթնացավ մի անբացատրելի, վաղուց մոռացված զգացում։ Կարծես հանդիպել էր մանկության կորսված ընկերոջը։ Հանկարծ նա նկատեց, որ ձիու հիմքի վրա, այնտեղ, որտեղ այն դրվում է տախտակին, կա մի գիծ, որը բնական չէր փայտի կառուցվածքի համար։ Այն ավելի շատ նման էր շատ հմտորեն թաքցրած կափարիչի եզրագծի։ Նա փորձեց պտտել այն, բայց այն տեղից չշարժվեց։ Ինչ գաղտնիք է թաքցնում այս առեղծվածային նվերը, և ինչու է այն այդքան անհանգստացնում իրեն։ Այդ գիշեր Արամի ննջասենյակում լռությունը խիտ էր ու ծանր։ Խնջույքի աղմուկը վաղուց մարել էր, իր տեղը զիջելով գիշերային տան խորհրդավոր շշուկներին։ Արամը նստած էր բազկաթոռին, ձեռքին ամուր սեղմած փայտե ձին։ Այն այլևս պարզապես առեղծվածային նվեր չէր, այլ անցյալի մի բեկոր, որը խախտել էր նրա կյանքի կանոնավոր ընթացքը։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչու է այս փայտի կտորն այդքան խորը հուզում իրեն։ Եվ հանկարծ, ինչպես մառախուղի միջից, նրա գիտակցության մեջ սկսեց ուրվագծվել մի տեսարան, վաղուց մոռացված, բայց անսահման ջերմ։ Նա տեսավ իրեն 5-6 տարեկան մի տղա, որ նստած էր ոչ թե այս շքեղ առանձնատան մարմարե հատակին, այլ մի փոքրիկ, համեստ, բայց արևով ողողված բնակարանի հին գորգին։ Նրա դիմաց նստած էր մի երիտասարդ տղամարդ՝ Դավիթը, ում բարի աչքերը ծիծաղում էին, իսկ ժպիտը արևի պես ջերմացնում էր։ Նրանց միջև դրված էր շախմատի տախտակը, ճիշտ նույն փորագրված յուրահատուկ ֆիգուրներով։ Իսկ կողքին նստած էր երիտասարդ, անհոգ Սոնան, ում երջանիկ ծիծաղը լցնում էր սենյակը։ Այդ հիշողության մեջ օդը հագեցած էր սիրով և անվտանգության զգացումով։ «Տեսնում ես, որդիս», հիշողության միջից հնչեց Դավիթի ձայնը, «ձին ամենահետաքրքիր խաղաքարն է։ Նա ուղիղ չի գնում, միշտ անսպասելի քայլեր է անում։ Պետք է լինել խորամանկ, ինչպես ձին»։ Փոքրիկ Արամը ծիծաղում էր, փորձելով բռնել փայտե խաղաքարը։ Տեսարանը նույնքան հանկարծակի մարեց, որքան հայտնվել էր, թողնելով Արամին մենակ իր շքեղ, բայց սառը սենյակում։ Նա թափահարեց գլուխը, փորձելով վանել այդ տեսիլքը։ Ինչու նա հիշեց դա հենց հիմա։ Եվ որ ամենատարօրինակն էր, ինչու է այդ երջանիկ հիշողության մեջ Կարենը չկար։ Հաջորդ առավոտյան, անքուն գիշերվանից հետո, Արամը որոշեց, որ այլևս չի կարող անտեսել իրեն տանջող հարցերը։ Նա գտավ մորը այգում, որտեղ Սոնան խնամում էր իր վարդերը։ Այդ վարդերի թփերը նրա միակ ապաստանն էին այս մեծ ոսկեզօծ վանդակում, միակ վայրը, որտեղ նա կարող էր շնչել։ Արամը մոտեցավ նրան ձին ձեռքին։ «Բարի լույս, մայր, կարող եմ մի րոպե խանգարել»։ Սոնան շրջվեց, փորձելով դեմքին ժպիտ հաղորդել, բայց այն տխուր ստացվեց։ «Իհարկե, Արամ ջան, ինչ է պատահել»։ Արամը պարզեց ձին։ «Երեկ սա ստացա, անանուն, քեզ ծանոթ չի թվում»։ Այդ պահին Սոնայի դեմքից գույնը գնաց։ Նրա ձեռքերը, որոնք պահում էին այգեգործական մկրատը, սկսեցին աննկատ դողալ։ Նա կտրուկ շրջվեց և կտրեց մի կատարյալ բացված վարդ, խուսափելով որդու հայացքից։ «Ոչ, առաջին անգամ եմ տեսնում, հավանաբար երկրպագուններիցդ մեկն է ուղարկել»։
Նրա ձայնը հազիվ լսելի էր, բայց Արամն այլևս այն միամիտ տղան չէր, ով կհավատար այդպիսի պարզունակ ստին։ «Մամ, դու գունատվեցիր, սա պարզապես փայտի կտոր չէ, այդպես չէ, ես կարծես թե հիշում եմ այն մանկությունիցս, մի շախմատ կար»։ Սոնան կտրուկ ընդհատեց նրան, և նրա ձայնում պողպատե նոտաներ հնչեցին։ «Դու սխալվում ես, Արամ, քո մանկության բոլոր խաղալիքները վաղուց դեն են նետվել, սա ուղղակի զուգադիպություն է»։ Մոր այս անսովոր կտրուկ ռեակցիան վերջնականապես համոզեց Արամին, որ նա ճիշտ ուղու վրա է։ Նրա սրտում կասկածի սերմը սկսեց ծլարձակել, վերածվելով անհանգստության մի մեծ ծառի։ Աշխատավայրում Արամը չէր կարողանում կենտրոնանալ։ Թվերը, գրաֆիկները, պայմանագրերը կորցրել էին իրենց նշանակությունը։ Նրա մտքում միայն մեկ բան էր՝ Դավիթ։ Ո՞վ էր նա։ Ինչու էր նրա հիշողությունը այդքան խնամքով ջնդվել իրենց ընտանիքի պատմությունից։ Որոշելով, որ ճշմարտությունը պետք է փնտրել ընկերության արմատներում, նա գնաց արխիվ, խոսելու Լևոնի հետ։ Լևոնը ընկերության ամենահին աշխատակիցներից էր, համեստ, լռակյաց, 60-անց մի մարդ, ով աշխատում էր այստեղ դեռ հիմնադրման օրվանից և տեսել էր ամեն ինչ։ Արամը գտավ նրան փոշոտ դարակների միջև, որտեղ նա մանրակրկիտ դասավորում էր հին թղթապանակները։ «Պարոն Լևոն, մի հարց կարելի է»։ Արամի ձայնը անսովոր հնչեց արխիվի խորը լռության մեջ։ Լևոնը զարմացած շրջվեց։ «Այո, պարոն փոխնախադահ, ինչով կարող եմ օգնել»։ Արամը փորձեց իր հարցը հնարավորինս աննշան հնչեցնել։ «Դուք այստեղ եք սկզբից ի վեր։ Հիշում եք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց։ Հայրս, Կարենը, նա միշտ միայնակ է եղել բիզնեսում»։ Լևոնը մի պահ լռեց, և նրա հայացքը կարծես թափանցեց անցյալի խորքերը։ Նա խոսեց դանդաղ, զգուշորեն ընտրելով բառերը։ Սկզբում նրանք երկուսով էին՝ ձեր հայրը և նրա գործընկերը՝ Դավիթը։ Նրանք լավագույն ընկերներ էին, եղբայրների պես։ Դավիթն էր գաղափարների հեղինակը, երազողը, իսկ պարոն Կարենը, նա միշտ գիտեր, թե ինչպես այդ երազանքները փող դարձնել։ «Դավիթ» անունը վերջապես հնչեց։ «Ես երբեք չեմ լսել նրա մասին։ Ինչ պատահեց նրա հետ»։ Հարցրեց Արամը, զգալով, թե ինչպես է իր սիրտը սկսում ավելի արագ բաբախել։ Լևոնի դեմքը մռայլվեց, և նա ակնհայտորեն անհարմար զգաց։ Դժվար ժամանակներ էին, Արամ ջան։ Բիզնեսը դաժան բան է։ Ոմանք դիմանում են, ոմանք ոչ։ Ասում են, նա չդիմացավ ճնշմանը։ Ողբերգություն էր, մեծ ողբերգություն։ Արամը զգում էր, որ Լևոնը ինչ-որ բան թաքցնում է, որ ողբերգություն բառի հետևում թաքնված է մի ամբողջ պատմություն։ Նա հասկանում էր, որ այլևս չի կարող հետ կանգնել։ Մոտենում էր բախումը, և դրա առաջին նշաններն արդեն օդում էին։ Երբ Արամն արդեն պատրաստվում էր հեռանալ, Լևոնը կանգնեցրեց նրան։ Նրա ձայնը հազիվ լսելի շշուկի էր նման։ «Արամ, ձեր իրական հայրը, Դավիթը, նա շատ էր սիրում շախմատ խաղալ։ Նա ուներ մի յուրահատուկ, ձեռքով պատրաստված հավաքածու։ Ձեր իրական հայրը, Դավիթը»։ Այս բառերը որպես որոտ հնչեցին Արամի գլխում, ցնցելով նրա աշխարհի հիմքերը։ Լևոնի շշուկը ավելին էր, քան պարզ պատեհատեղեկություն։ Դա բանալի էր, որը կարող էր բացել նրա ողջ կյանքի ստի դուռը, կամ գուցե դա պարզապես ծեր մարդու սխալմունք, լեզվի անմեղ սայթաքում։ Արամը դուրս եկավ փոշոտ արխիվից, զգալով, թե ինչպես է հողը սահում ոտքերի տակից։ Նրա աշխատասենյակում սեղանին դրված շախմատի ձին այլևս պարզապես հուշանվեր չէր, այլ համր մեղադրող, անցյալի ուրվական, որը պահանջում էր պատասխաններ։ Նա չէր կարող այլևս սպասել։ Նա պետք է իմանա ճշմարտությունը, որքան էլ որ այն ցավոտ լիներ։ Նրա առաջին և ամենատրամաբանական քայլը մոր հետ խոսելն էր, բայց այս անգամ առանց շղաշների, առանց կիսատ պռատակնարկների։ Նա պետք է ստանար ուղիղ պատասխան։ Երեկոյան նա գտավ Սոնային ընտանեկան գրադարանում։ Մայրը, ինչպես միշտ, թաքնվել էր գրքերի աշխարհում։ Կարծես թղթե էջերը կարող էին նրան պաշտպանել իրականության դաժանությունից։ Գրադարանի հանգիստ մտերմիկ մթնոլորտը ակնթարթորեն զառվեց Արամի մուտքով։ «Մամ, մենք պետք է խոսենք»։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց պողպատի պես ամուր։ Սոնան դանդաղ փակեց գիրքը, սակայն աչքերը չբարձրացրեց։ «Եթե դա նորից այն խաղալիքի մասին է»։ «Դա խաղալիք չէ, և դու դա լավ գիտես», ընդհատեց Արամը։ «Այսօր ես խոսեցի Լևոնի հետ, ընկերության հին աշխատակցի։ Նա հիշեց Կարենի գործընկերոջը, Դավիթին։ Նա ասաց, որ Դավիթը սիրում էր շախմատ։ Եվ հետո նա նրան անվանեց իմ իրական հայրը»։ Սոնան կտրուկ բարձրացրեց գլուխը, և նրա աչքերում Արամը տեսավ ոչ թե զարմանք, այլ մերկ, անթաքույց սարսափ։ «Լևոնը ծեր մարդ է, նա կարող է սխալվել, շփոթել», շշնջաց նա, բայց նրա ձայնը չէր համոզում։
Մի արա այդպես, Արամի ձայնը սկսեց բարձրանալ։ Մի ձևացրու, թե ոչինչ չես հասկանում, ասա ինձ ճշմարտությունը, ով է Դավիթը։ Սոնան ոտքի կանգնեց և սկսեց աննպատակ քայլել սենյակում, կարծես վանդակում փակված գազան լիներ։ Նրա ձայնը դողում էր անզուսպ ուզմունքից։ Արամ, խնդրում եմ, կան բաներ, որոնք ավելի լավ է չի իմանալ։ Անցյալը պետք է թողնել անցյալում։ Դու ունես հիանալի կյանք, հրաշքանի ապագա։ Մի քանդիր այն։ Ինչը չքանդեմ։ Սուտը, որի վրա իմ կյանքն է կառուցված, ես իրավունք ունեմ իմանալու։ Նրանց լարված խոսակցությունն ընդհատվեց Կարենի անսպասելի մուտքով։ Նա լսել էր բարձր ձայները և մտել էր հասկանալու, թե ինչ է կատարվում։ Այստեղ ինչ է կատարվում։ Արամ, ինչու ես մորթ վրա բղավում։ Արամը կտրուկ շրջվեց դեպի այն մարդը, ում ողջ կյանքում հայր էր կոչել։ Նրա հայացքում այլևս չկար նախկին հիացմունքն ու անվերապահ հարգանքը։ Դրանց փոխարինել էին սառը կասկածն ու պահանջը։ Ես ուզում եմ իմանալ Դավիթի մասին, քո նախկին գործընկերոջ։ Ինչու դու երբեք չես խոսել նրա մասին։ Կարենի դեմքը մի ակնթարթ քարացավ, բայց նա տարիների փորձ ունեցող խաղացող էր և վայրկենապես վերագտավ իրեն։ Նա հանգիստ, հայրական հոգատարությամբ մոտեցավ Արամին, ձեռքը դրեց նրա ուսին։ Որդիս, դա հին ցավոտ պատմություն է։ Դավիթը իմ ընկերն էր, շատ տաղանդավոր, բայց անկայուն։ Նա չդիմացավ բիզնեսի դժվարություններին, կոտրվեց։ Նրա մահը մեծ հարված էր բոլորիս համար, հատկապես քո մոր համար։ Մենք որոշեցինք չխոսել այդ մասին, որպեսզի չթարմացնենք հին վերքերը։ Մենք արեցինք դա քեզ պաշտպանելու համար։ Նրա բացատրությունը հնչում էր տրամաբանական, հանգստացնող, գրեթե անթերի։ Բայց երբ Արամը նայեց մորը, ով կանգնած էր քարացած, հայացքը հատակին հարած, նա հասկացավ, որ սա ամբողջ պատմությունը չէ։ Սա խնամքով կառուցված պատ էր, որը պետք է թաքցներ ճշմարտությունը։ Կարենը խոչընդոտ էր ստեղծում, և Արամը պետք է գտներ այն քանդելու միջոց։ Ես ուզում եմ տեսնել ընկերության հիմնադրման փաստաթղթերը, արխիվում, պահանջեց նա։ Կարենը ժպտաց, բայց նրա աչքերում ժպիտ չկար։ Իհարկե, ինչի դեն պետք այդ հին թղթերը։ Մենք պետք է ապագայի մասին մտածենք, ոչ թե փորփրենք անցյալը։ Բայց եթե ուզում ես, խնդիր չկա, վաղը կասեմ, որ քեզ համար պատրաստ են։ Կարենի այս արհեստական հանգստությունն ու պատրաստակամությունը ավելի ուժեղացրին Արամի կասկածները։ Նա հասկանում էր, որ իրեն թույլ չեն տա գտնել այն, ինչ փնտրում է։ Այդ գիշեր Արամը չկարողացավ աչք կպցնել։ Նա նորից ու նորից պտտում էր շախմատի ձին ձեռքին և հանկարծ նրա մտքում արձագանքեցին Դավիթի խոսքերը մանկության մշշոտ հիշողությունից։ Ձին ուղիղ չի գնում, միշտ անսպասելի քայլեր է անում։ Նա նորից նայեց ձիու հիմքին։ Գուցե պետք չէ պտտել, գուցե պետք է սեղմել։ Նա ուժգին սեղմեց ձիու գլուխը, և հազիվ լսելի չոր կտոց լսվեց։ Հիմքի կափարիչը մի միլիմետր առաջ եկավ, բացահայտելով փոքրիկ մուգ խորոչի սկզբը։ Արամի սիրտը մի պահ կանգ առավ, իսկ հետո սկսեց բաբախել այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպայթի կրծքավանդակում։ Դողացող մատներով նա զգուշորեն բացեց շախմատի ձիու գաղտնի կափարիչը։ Ներսի փոքրիկ խորոչում խնամքով ծալված դրված էր թղթի մի հին դեղնած կտոր։ Դա նամակ չէր։ Դա թվերի, անծանոթ անունների և անհասկանալի կոդերի մի խիտ շարան էր։ Արամը ճանաչեց մի քանի բառ՝ օֆշոր, Կիպրոս, Պանամա։ Դրանք օֆշորային հաշիվների համարներ էին, ընկերությունների անվանումներ, որոնք երբեք չէին հիշատակվել Արարատ հոլդինգի պաշտոնական փաստաթղթերում, և ամսաթվեր, որոնք համընկնում էին ընկերության պատմության ամենաառանցքային շրջաններին։ Իսկ գրության ամենաներքևում խոշոր կտրուկ տառերով գրված էր ընդամենը մեկ բառ՝ ապացույց։ Ապացույց։ Բայց ինչի ապացույց։ Այդ պահին Արամը հասկացավ, որ սա այլևս պարզապես ընտանեկան գաղտնիք չէ, որը վերաբերում է իր ծագմանը։ Սա շատ ավելի մեծ, ավելի վտանգավոր մի բան էր։ Սա կարող էր լինել ֆինանսական խոշոր հանցագործության վկայություն, որի կենտրոնում կանգնած էր այն մարդը, ում նա հայր էր համարում։ Խնդիրը ակնթարթորեն բարդացավ, վերածվելով մղձավանջային լաբիրինթոսի, որտեղ յուրաքանչյուր շրջադարձ կարող էր մահացու լինել։ Նա զգաց, թե ինչպես է սենյակի օդը պակասում, իսկ պատերը սկսում են սեղմվել իր շուրջը։ Հաջորդ առավոտյան, ինչպես և խոստացել էր, Կարենը նրան տվեց արխիվ մտնելու պաշտոնական թույլտվություն, բայց դա ընդամենը թատրոն էր։ Երբ Արամը սկսեց փնտրել հիմնադրման տարիների ֆինանսական փաստաթղթերը, նա բախվեց անտեսանելի պատին։ Ամենակարևոր թղթապանակները, որոնք վերաբերում էին առաջին ներդրումներին և բաժնետոմսերի բաշխմանը, ժամանակավորապես բացակայում էին թվայինացման համար։
Սա այնքան անհեթեթ եւ ակնհայտ սուտ էր, որ Արամը հազիվ զսպեց իրեն, որ չբղավի։ Կարենը ոչ միայն թաքցնում էր ճշմարտությունը, այլև բացահայտ ծաղրում էր իրեն, ցույց տալով, թե ով է իրականում տերը։ Արամը հասկացավ, որ սովորական ճանապարհներով ոչնչի չի հասնի։ Նա պետք է գտներ Դավիթի հետ կապված այլ մարդկանց, գուցե հարազատների, ովքեր դեռ չէին վախեցվել կամ գնվել։ Բայց այստեղ էլ նրան սպասում էր հիասթափություն։ Համացանցում Դավիթ Սահակյան անունով մարդու մասին տեղեկությունները զարմանալիորեն սուղ էին։ Կարծես ինչ-որ մեկը ջանասիրաբար եւ պրոֆեսիոնալ կերպով մաքրել էր նրա բոլոր թվային հետքերը, չթողնելով ոչ մի լուսանկար, ոչ մի հիշատակում, ոչ մի կապ։ Այս ամենի հետևում զգացվում էր Կարենի հզոր անողոք ձեռքը։ Եվ հենց այդ պահին Կարենը հասցրեց իր հաջորդ հարվածը, փորձելով վերջնականապես մեկուսացնել Արամին։ Նա կանչեց Արամին իր աշխատասենյակ։ «Արամ, ես քեզ համար նորություն ունեմ։ Մեր եվրոպացի գործընկերները տպավորված են քո աշխատանքով։ Ես որոշել եմ քեզ նշանակել ընկերության եվրոպական ուղղության ղեկավար։ Դու կտեղափոխվես Ժնև։ Սա հսկայական հնարավորություն է»։ Արամը սառը հայացք նայեց Կարենին։ Սա պարգև չէր, սա ոսկեզոծ աքսոր էր։ Նրան ուզում էին հեռացնել խաղադաշտից, որպեսզի նա չխանգարի։ «Շնորհակալ եմ, հայր, բայց ես կարծում եմ դեռ պատրաստ չեմ։ Իմ տեղն այստեղ է»։ Կարենի հայացքը սառեց, եւ հայրական ջերմության դիմակը մի պահ հնգավ։ «Ես քեզ հարց չեմ տալիս, Արամ, ես քեզ հնարավորություն եմ տալիս, մի ստիպիր ինձ փոշմանել»։ Սա բացահայտ սպառնալիք էր։ Սա առաջին լուրջ հետևանքն էր։ Արամը հասկացավ, որ իր խաղաղ դիմադրությունը վերածվել է բացահայտ պատերազմի։ Նա այլևս սիրելի որդին ու ժառանգորդը չէր, այլ պոտենցիալ սպառնալիք, որը պետք է վնասազերծվեր։ Հուսահատված, փակուղու մեջ հայտնված Արամը որոշեց դիմել վերջին ամենաանհավանական քայլին։ Նա հիշեց, որ Լևոնը խոսել էր ողբերգության մասին։ Գուցե այդ ողբերգության հետքերը կարելի է գտնել ոչ թե ֆինանսական, այլ քրեական արխիվներում։ Նա որոշեց գնալ միակ վայրը, որը Կարենը հավանաբար չէր կարող ամբողջությամբ վերահսկել՝ քաղաքային թերթի հին արխիվ։ Գուցե 20 տարի առաջվա լուրերում ինչ-որ բան պահպանված լինի։ Ժամեր տևած փնտրտուքներից հետո փոշոտ թղթերի մեջ թաղված նա վերջապես գտավ այն։ Դա մի փոքրիկ, աննշան հոդված էր թերթի վերջին էջերից մեկում։ Վերնագիրը սառեցրեց արյունը նրա երակներում։ Երիտասարդ գործարարի ինքնասպանությունը։ Դավիթ Սահակյանը ցած է նետվել կամրջից։ Հոդվածում ասվում էր, որ երիտասարդ խոստումնալից գործարարը, չդիմանալով ֆինանսական խնդիրներին, վերջ է տվել իր կյանքին։ Նշվում էր նաև, որ նա թողել է կնոջը եւ մանկահասակ որդուն։ Արամը կարդում էր տողերը, բայց չէր հավատում աչքերին։ Ինքնասպանություն, Դավիթը, ում նա հիշում էր որպես կյանքով լի լավատես մարդ, ինքնասպան է եղել։ Դա անհնար էր թվում։ Եվ հենց այդ պահին, երբ նա արդեն պատրաստվում էր փակել թղթապանակը, նրա աչքը ընկավ մի մանուկի վրա, որը կարող էր աննկատ մնալ ցանկացած ուրիշի համար։ Հոդվածի վերջում, որպես լրացուցիչ տեղեկություն, նշված էր Դավիթի հայրական տան հասցեն, մի հին թաղամասում, որտեղ նա ապրել էր մինչև ամուսնությունը։ Արամի սրտում հույսի մի փոքրիկ կայծ վաղվեց։ Գուցե այնտեղ, այդ հին տանը, դեռ ինչ-որ բան մնացել է։ Գուցե այնտեղ նա կգտնի իր փնտրածի բանալին։ Դավիթի հայրական տան հասցեն այրում էր Արամի ձեռքի թուղթը։ Դա նրա վերջին հույսն էր, վերջին թելը, որը կարող էր տանել դեպի ճշմարտություն։ Նա մեքենան վարում էր դեպի քաղաքի հին թաղամասերից մեկը, որտեղ ժամանակը կարծես կանգ էր առել։ Փողոցները նեղ էին, տները քարե, միմյանց կպած, կարծես դարեր շարունակ իրար պատվություններ էին շշնջում։ Նա գտավ տունը, այն փոքրիկ էր երկհարկանի հին քարից, բայց զարմանալիորեն խնամված։ Դուռը բացեց մի տարեցկին, Դավիթի հեռավոր բարեկամուհին, ով մնացել էր այստեղ ապրելու, տունը անտերության չմատնելու համար։ Նա սկզբում անվստահությամբ նայեց Արամին, բայց երբ լսեց Դավիթի անունը, նրա աչքերը փափկեցին։ Նա տարավ Արամին տան վերնահարկ, որը ժամանակին եղել էր Դավիթի սենյակը։ Նրա մահից հետո քույրը Սոման եկավ հավաքեց անձնական իրերի մեծ մասը, բայց որոշ բաներ մնացին, ես սիրտ չարեցի դեն նետել, ասաց կինը եւ թողեց նրան մենակ։ Սենյակը փոքր էր, փոշոտ, օդում կախված էր հին գրքերի եւ չորացած փայտի հոտ։ Կահույքից մնացել էր միայն մի հին գրասեղան եւ գրապահարան։ Արամը սկսեց զնել դարակները, հին դասագրքեր, տետրեր, մանկական նկարներ, ոչինչ, որ կարող էր լույս սփռել գաղտնիքի վրա։ Նա արդեն կորցրել էր հույսը, երբ գրասեղանի ամենախորը դարակում նրա մատները դիպան մի կոշտ առարկայի։ Դա հին կաշվեպատ օրագիր էր։ Սիրտը թրթռալով նա բացեց այն։ Առաջին էջում գեղեցիկ ձեռագրով գրված էր Դավիթ Սահակյան։
Էջերը լի էին բանաձևերով, բիզնես գաղափարներով, երազանքներով, եւ հետո օրագրի մեջտեղում ձեռագիրը փոխվում էր, դառնալով կտրուկ, հուսահատ։ Դրանք Դավիթի կյանքի վերջին օրերի գրառումներն էին։ Արամը սկսեց կարդալ, եւ աշխարհը սկսեց պտտվել նրա շուրջը։ Նա ինձ դավաճանեց, գրված էր օրագրում, Կարենը, իմ եղբայրը, իմ միակ ընկերը, նա խլեց ամեն ինչ։ Մեր ընկերությունը, մեր երազանքը։ Նա կեղծ փաստաթղթերով ինձ դուրս մղեց բիզնեսից, ինձ թողեց առանց մի կոպեկի։ Նա ասում է, որ ես եմ մեղավոր, որ ես թույլ եմ, բայց նա է գողը, նա գողացավ իմ կյանքը։ Արամի շունչը կտրվեց։ Նա շարունակեց կարդալ, եւ յուրաքանչյուր նոր տողը մեկ մեղ էր, որ խփվում էր նրա սրտին։ Եվ Սոնան, իմ Սոնան, նա ստիպում է նրան ամուսնանալ իր հետ։ Սպառնում է, որ եթե նա չհամաձայնի, ինձ կբանտարկեն կեղծ մեղադրանքներով, իսկ մեր որդուն, Արամին, կտանեն մանկատուն։ Նա ասում է, որ դա միակ ճանապարհն է փրկելու մեր տղային։ Նա կոտրեց ինձ, իսկ հիմա կոտրում է նրան։ Նա ուզում է ոչ միայն իմ բիզնեսը, այլև իմ ընտանիքը։ Նա ուզում է ջնջել ինձ, կարծես ես երբեք գոյություն չեմ ունեցել։ Արամը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքով։ Սա ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպանություն չէր, սա մարդուն հասցրել էին ինքնասպանության։ Դա սպանություն էր։ Եվ հետո նա հասավ վերջին էջին։ Այնտեղ գրված էր ընդամենը մի քանի տող, որոնք վերջնականապես փլուզեցին նրա աշխարհը։ Սա ինքնասպանության նամակ չէ, սա իմ խոստովանությունն է։ Ես այլևս չեմ կարող պայքարել, նա հաղթեց, բայց ես չեմ կարող հեռանալ, չթողնելով ճշմարտությունը։ Ես գիտեմ, որ մի օր որդիս կմեծանա, եւ ես ուզում եմ, որ նա իմանա։ Ես այս նամակը կթաքցնեմ մեր ընտանեկան մասունքի, շախմատի ձիու մեջ, որը ես եմ պատրաստել նրա համար։ Այն միակ բանն է, որ Կարենը չի կարող խլել։ Արամ, որդիս, եթե դու սա կարծում ես, իմացի, քո հայրը քեզ սիրում էր ավելի, քան կյանքը։ Մի հավատա նրանց ստին, վերականգնիր իմ պատիվը, եւ խնդրում եմ, ների՛ր քո մորը, նա արեց դա քեզ փրկելու համար։ Արամը փակեց օրագիրը, ձեռքերը դողում էին։ Սենյակի փոշոտ լռության մեջ նա լսում էր միայն իր սրտի խելահեղ բաբախյունը։ Ամեն ինչ շրջվեց։ Կարենը, հերոսը, օրինակելի հայրը, իրականում հրեշ էր, դավաճան, սպանող։ Սոնան, սառը, հեռու մայրը, իրականում ողբերգական զոհ էր, ով իր երջանկությունը զոհաբերել էր որդու համար։ Իսկ ինքը, Արամը, հաջողակ ժառանգորդը, ապրում էր իր իրական հոր արյան վրա կառուցված ոսկե վանդակում։ Բոլոր հիշողությունները, բոլոր խոսքերը, բոլոր իրադարձությունները ստացան նոր սարսափելի իմաստ։ Կարենի հոգատարությունը, Սոնայի անբացատրելի տխրությունը, Լևոնի վախեցած հայացքը, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Նա նայեց պատուհանից դուրս հին թաղամասի տանիքներին, բայց ոչինչ չէր տեսնում։ Նրա աչքի առաջ միայն մեկ տեսարան էր՝ Դավիթը, իր իրական հայրը, կանգնած կամրջի եզրին, նայում է անդունդին, որի մեջ նրան հրել էր իր լավագույն ընկերը։ Շոկը այնքան ուժև էր, որ նա ֆիզիկապես զգաց ցավ։ Թվում էր, աշխարհը կորցրել է իր գույները, ձայները խլացել են, իսկ ժամանակը սառել է այս սարսափելի բացահայտման պահին։ Նա այլևս Կարենի որդին չէր, նա Դավիթի որդին էր։ Եվ նա կանգնած էր ընտրության առաջ, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած մահ։ Ընդունել թշնամու արյունոտ ժառանգությունը, թե վերականգնել իր իրական հոր պատիվը, կորցնելով այն ամենը, ինչ երբևէ ունեցել է։ Արամը չգիտի, թե որքան ժամանակ է նստել Դավիթի հին սենյակի փոշոտ լռության մեջ։ Ժամանակը կորցրել էր իր իմաստը, խթացել էր մեկ սարսափելի պահի մեջ։ Նա մեխանիկորեն վերադարձավ իր մեքենան, ձեռքին սեղմած օրագիրը, իր իրական հոր վերջին խոսքերը։ Ճանապարհին նա չէր տեսնում ոչ լուսացույցները, ոչ մյուս մեքենաները։ Նրա աչքի առաջ միայն օրագրի տողերն էին, որոնք այրել էին նրա ուղեղը։ Երբ նա մտավ շքեղ առանձնատուն, որն այլևս իր տունը չէր, այլ իր հոր սպանության վայրը, նա առաջինը հանդիպեց մորը։ Սոնան կանգնած էր հյուրասենյակի կենտրոնում, եւ տեսնելով որդու դեմքը, նա միանգամից հասկացավ ամեն ինչ։ Արամի դեմքին ոչ թե ցավ էր, ոչ թե զայրույթ, այլ դատարկություն, կարծես նրա հոգին հեռացել էր մարմնից։ Նա լուռ մոտեցավ եւ դրեց օրագիրը սեղանին։ Սոնան նայեց կաշվեպատ գրքույկին, եւ նրա ոտքերը թուլացան։ Նա ստիպված էր բռնվել բազկաթոռից, որպիսի չընկնի։ Տասնամյակների լռության բերը, որը նա կրում էր իր ուսերին, կարծես միանգամից փշրեց նրան։ «Դու գիտեիր», շշնջաց Արամը, եւ դա հարց չէր, այլ փաստի արձանագրում։
Սոնան չկարողացավ պատասխանել, նա միայն դանդաղ գլխով արեց, և նրա աչքերից երկու խոշոր արցունք գլորվեցին այտերով։ Այդ պահին նրանց միջև փլուզվեց սառույցի պատը, որը գոյություն ուներ տարիներ շարունակ։ Արամը տեսավ ոչ թե սառը հեռու մորը, այլ մի կնոջ, ով անցել էր դժոխքի միջով իրեն պաշտպանելու համար։ Նա տեսավ նրա զոհաբերության ողջ խորությունը։ Նա մոտեցավ և առաջին անգամ երկար տարիների ընթացքում գրքեց նրան։ Եվ նրանք երկուսով լաց էին լինում, լուռ, առանց հեկեկոցների, լաց լինելով կորցրած ամուսնու, կորցրած հոր և կոտրված կյանքերի համար։ Նրանց ողբը ընդհատեց Կարենի մուտքը։ Նա տուն էր վերադարձել գործերից ինքնավստահ և բավարարված, բայց տեսնելով սեղանին դրված օրագիրը և քնոջ ու որդու վիճակը, նրա դեմքը քարացավ։ Մի ակնթարթում նա հասկացավ, որ խաղն ավարտված է։ Սուտը, որի վրա նա կառուցել էր իր կայսրությունը, բացահայտվել էր։ «Ինչ է սա», հարցրեց նա, փորձելով ձայնին հանգիստ տոն հաղորդել, բայց ձայնը դավաճանեց նրան։ Արամը բաց թողեց մորը և շրջվեց դեպի Կարենը։ Նրա հայացքում այլևս ոչ կասկած կար, ոչ հարց, միայն սառը անսահման արհամարհանք։ «Սա իմ հոր ձայնն է», ասաց Արամը, մատնացույց անելով օրագիրը։ «Այն մարդու ձայնը, ում դու սպանեցիր»։ Կարենը փորձեց ժխտել, ինչ-որ բան ասել դավադրության, թյուրիմացության մասին, բայց Արամը նրան ընդհատեց։ «Ամեն ինչ գրված է այստեղ, քո դավաճանությունը, քո սպառնալիքները, քո սուտը։ Դու խլեցիր նրա բիզնեսը, նրա կնոջը, նրա կյանքը։ Դու նույնիսկ խլեցիր նրա որդուն և ստիպեցիր ինձ քեզ հայր կոչել»։ Յուրաքանչյուր բառը հարված էր, որը Կարենին ավելի և ավելի էր ճնշում։ Նրա ինքնավստահ կեցվածքը անհետացավ, և նրա փոխարեն մնաց մի ծերացած, վախեցած մարդ։ Նա նայեց Սոնային, կարծես օգնություն փնտրելով, բայց Սոնան առաջին անգամ կանգնած էր ոչ թե նրա կողքին, այլ իր որդու։ Նա այլևս պատանդ չէր, նա ազատ էր։ Այդ գիշեր Արամը որոշում կայացրեց։ Նա հասկանում էր, որ չի կարող պարզապես գնալ ոստիկանություն։ Կարենը չափազանց հզոր էր, նրա կապերը չափազանց խորն էին։ 20 տարվա վաղեմության ինքնասպանության գործը ոչ ոք չէր վերաբացի, միայն մի հին օրագրի հիման վրա։ Իսկ ֆինանսական փաստաթղթերը, որոնց մասին գրված էր շախմատի ձյու մեջ, հուսալիորեն թաքցված էին օֆշորային հաշիվներում։ Ուղիղ հարձակումը կլիներ ինքնասպանություն։ Նա պետք է գործեր այլ կերպ։ Նա պետք է օգտագործեր Կարենի սեփական զենքը նրա դեմ։ Նա պետք է քանդեր նրա կայսրությունը ներսից։ Նրա նոր պլանը սկսեց ձևավորվել։ Նա պետք է ձևացնել, թե ընդունել է իրավիճակը։ Նա պետք է համաձայներ մեկնել Ժնև։ Այնտեղ, հեռու Կարենի անմիջական վերահսկողությունից, նա կկարողանար օգտագործել իր դիրքը, գտնելու այն օֆշորային հաշիվները, որոնց մասին գրել էր Դավիթը։ Նա կգտներ ապացույցները և կբացահայտեր Կարենի հանցագործությունները ոչ թե ոստիկանությանը, այլ աշխավին, նրա գործընկերներին, մամուլին։ Նա կխլեր Կարենից այն, ինչը նրա համար ամենաթանկն էր, ոչ թե փողը, այլ նրա անունը, նրա հեղինակությունը, նրա ժառանգությունը։ Նա կվերականգներ իր իրական հոր պատիվը, ոչնչացնելով նրա դահիճին։ Այդ պահին նա զգաց, թե ինչպես է ցավը վերածվում վճռականության։ Նա այլևս զոհ չէր, նա Դավիթ Սահակյանի որդին էր, և նա պատրաստվում էր պայքարել։ Նա գտավ իր նոր դաշնակցին, իր մորը, ով այժմ պատրաստ էր ամեն ինչի, օգնելու իրեն։ Եվ նա գիտեր, որ ունի ևս մեկ պոտենցիալ դաշնակից՝ Լևոնը, ով ողջ կյանքում վախի մեջ էր ապրել, բայց գուցե հիմա, տեսնելով հույսի շող, կհամարձակվեր խոսել։ Հակամարտությունը մտնում էր նոր, ակտիվ փուլ, և Արամը պատրաստ էր դրան։ Հաջորդ առավոտ Արամը մտավ Կարենի աշխատասենյակ։ Նա այլևս զոհ չէր, որը պատասխաններ էր փնտրում։ Նա զինվոր էր, որը գնում էր մարտի։ Նրա դեմքը հանգիստ էր, հայացքը սառը։ «Ես մտածեցի քո առաջարկի շուրջ», ասաց նա առանց նախաբանի։ «Ես համաձայն եմ մեկնել Ժնև»։ Կարենը, ով ամբողջ գիշեր չէր քնել մտածելով, թե ինչպես վերականգնի իրավիճակի վերահսկողությունը, զարմացած բարձրացրեց հայացքը։ Նա սպասում էր ամեն ինչի՝ մեղադրանքների, սպառնալիքների, հիստերիայի, բայց ոչ այսպիսի սառը, գործնական համաձայնության։ Այս անսպասելի քայլը նրան շփոթեցրեց։ Սա իմաստուն որոշում է, որդիս, կակազեց նա։ Այնտեղ դու կհանգստանաս, կմոռանաս այս թյուրիմացությունը։ Արամը թեթևակի ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Ոչ մի թյուրիմացություն չկա, ես գիտեմ ճշմարտությունը, բայց ես նաև գիտեմ, որ այս կայսրությունը, որը դու կառուցել ես իմ հոր ոսկորների վրա, այժմ նաև իմն է, և ես թույլ չեմ տա, որ այն փլուզվի սկանդալի պատճառով։ Ես գնում եմ Ժնև պաշտպանելու իմ ժառանգությունը, բայց իմացիր, որ այսուհետ մեր միջև միայն բիզնես է։
Եվ մի օր դու կվճարես քո արածի համար։ Նա շրջվեց և դուրս եկավ, թողնելով Կարենին շփոթված և անհանգստացած։ Արամը հասցրել էր իր առաջին հարվածը։ Նա ցույց էր տվել, որ իրեն այլևս հնարավոր չէ կառավարել վախով կամ հայրական զգացմունքներով։ Նա խաղի մեջ էր մտել որպես հավասարը հավասարի։ Ժնևում Արամը ժամանակ չկորցրեց։ Օգտագործելով իր նոր պաշտոնն ու լիազորությունները, նա սկսեց իր հետաքննությունը։ Նա գիտեր, որ Կարենը հետևում է իր յուրաքանչյուր քայլին։ Այդ պատճառով նա գործում էր չափազանց զգույշ։ Նա աշխատում էր գիշերները, օգտագործելով գաղտնագրված կապի միջոցներ, որպեսզի կապ հաստատի Երևանում մնացած իր երկու դաշնակիցների՝ Սոնայի և Լևոնի հետ։ Սոնան, ազատվելով տարիների վախից, վերածվել էր խիզախ և խորամանկ դաշնակցի։ Նա, օգտվելով Կարենի թուլացած զգոնությունից, կարողանում էր գտնել և լուսանկարել կարևոր փաստաթղթեր նրա անձնական սեյֆից։ Իսկ Լևոնը, ով ողջ կյանքում ստվերում էր մնացել, այժմ օգտագործում էր ընկերության ներքին համակարգի իր գիտելիքները՝ գտնելու անհրաժեշտ ֆինանսական տվյալները։ Նրանք փոքրիկ, բայց վճռական բանակ էին, միավորված մեկ նպատակով։ Առաջին հաջողությունը եկավ մի քանի շաբաթ անց։ Օգտագործելով Դավիթի օրագրի հուշումները և Լևոնի գտած տվյալները, Արամին հաջողվեց գտնել Կարենի առաջին օֆշորային ընկերության հետքերը Կիպրոսում։ Դա փոքրիկ հաղթանակ էր, բայց այն ապացուցում էր, որ նրանք ճիշտ ուղու վրա են։ Սակայն Կարենը հիմար չէր։ Նա զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Նա ուժեղացրեց վերահսկողությունը, և Արամը հասկացավ, որ իրենց ժամանակը սպառվում է։ Հակամարտությունը սրվեց, երբ Կարենը որոշեց հակահարված տալ։ Նա անսպասելիորեն ժամանեց Ժնև, որդուն տեսակցելու պատրվակով։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Արամի աշխատասենյակում, որտեղից բացվում էր տեսարան դեպի Ժնևի լիճը։ Մթնոլորտը լարված էր մինչև վերջ։ «Ես գիտեմ, թե ինչով է զբաղված Արամ», սկսեց Կարենը առանց նախաբանի։ «Դու փորփրում ես անցյալը, փորձելով ինչ-որ բան գտնել իմ դեմ։ Դադարեցրու։ Դու ոչինչ չես գտնի։ Ամեն ինչ մաքուր է»։ Արամը հանգիստ նայեց նրան։ «Եթե ամեն ինչ մաքուր է, ինչու ես եկել այստեղ։ Ինչից ես վախենում»։ «Ես չեմ վախենում», կոպտեց Կարենը։ «Ես անհանգստացած եմ քեզ համար»։ Դու քանդում ես քո իսկ ապագան։ Մոռացիր Դավիթին։ Նա անցյալ է։ Ես եմ քո հայրը։ Ես եմ քեզ տվել այս կյանքը։ Արամի համբերությունը սպառվեց։ Դու ինձ կյանք չես տվել։ Դու գողացել ես այն։ Դու սպանել ես իմ հորը և ինձ դարձրել քո հանցանքի ժառանգորդը։ Բայց ես քո ժառանգորդը չեմ, ես նրա վրեժն եմ։ Այդ պահին Կարենի դեմքին հայտնվեց իրական, չքողարկված չարություն։ Դու ոչինչ չես կարող ապացուցել, իսկ եթե փորձես, ես քեզ կոչնչացնեմ։ Ես կասեմ, որ դու խելագարվել ես վշտից, որ դու ես կեղծում փաստաթղթերը ինձ վարկաբեկելու համար։ Ոչ ոք քեզ չի հավատա, դու կկորցնես ամեն ինչ։ Նա դուրս եկավ սենյակից, թողնելով Արամին մենակ իր մտքերի հետ։ Սպառնալիքը իրական էր։ Արամը հասկանում էր, որ Կարենը կանգ չի առնի ոչնչի առաջ։ Ժամանակն էր անցնել վճռական գործողությունների։ Նա պետք է գտներ վերջնական, անհերքելի ապացույցը, որը կջախջախեր Կարենին։ Եվ նա գիտեր, թե որտեղ փնտրել։ Դա ամենավտանգավոր քայլն էր, որը կարող էր արժենալ նրա կյանքը, բայց նա այլևս ընտրություն չուներ։ Կուլմինացիան մոտենում էր, և նա պատրաստ էր դիմավորել այն։ Արամի վերջին ամենավտանգավոր քայլը հիմնված էր մի պարզ, բայց սարսափելի ենթադրության վրա։ Դավիթի օրագրում նշված էր, որ Կարենը ստիպել էր նրանց ստորագրել փաստաթղթեր, որոնցով նա հրաժարվում էր ընկերության իր բաժնեմասից։ Այդ օրիգինալ փաստաթղթերը պետք է որ դեռ գոյություն ունենային։ Դրանք Կարենի իշխանության հիմքն էին, նրա օրինական իրավունքը, և նա պետք է պահեր դրանք մի տեղ, որտեղ ոչ ոք չել փնտրի, ոչ թե բանկում կամ գրասենյակում, այլ իր տանը, իր անձնական սեյֆում, որը, ինչպես Սոնան էր հայտնել, գտնվում էր նրանց նախկին ընդհանուր ննջասենյակի պատի հետևում։ Կարենի Ժնևում գտնվելու ընթացքում Սոնան կարողացել էր գաղտնի լուսանկարել սեյֆի բովանդակությունը, բայց այնտեղ միայն փող ու զարդեր էին։ Կարևոր փաստաթղթերը չկային, սակայն նա նկատել էր, որ սեյֆի հետևի պատը տարօրինակ կերպով խուլ է հնչում։ Դա գաղտնի խցիկ էր, և այն բացելու միակ միջոցը Կարենի մատնահետքը և ձայնային կոդը։ Արամը վերադարձավ Երևան, պատրվակելով, որ պետք է ստորագրի որոշ փաստաթղթեր։ Նրա պլանը խելահեղ էր իր համարձակությամբ։ Նա պետք է ստիպեր Կարենին ինքն իր ձեռքով բացել գաղտնի խցիկը։ Կուլմինացիան տեղի ունեցավ Արարատ հոլդինգի տարեկան ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Կարենի առանձնատանը։ Այնտեղ էին բոլորը՝ գործընկերներ, քաղաքական գործիչներ, մամուլ։
Արամը բարձրացավ բեմ, իբր թե շնորհավորական խոսք ասելու։ Նա հանգիստ էր, բայց նրա ներսում ամեն ինչ այրվում էր։ Նա սկսեց իր խոսքը շնորհակալություն հայտնելով հորը այն ամենի համար, ինչ նա արել էր իր համար։ Եվ հետո, երբ բոլորի ուշադրությունը սևեռված էր իր վրա, նա արեց անսպասելին։ Էկրանին, որտեղ պետք է ցուցադրվեին ընկերության հաջողությունները, հայտնվեց Դավիթի լուսանկարը։ Դահլիճում լռություն տիրեց։ Այս մարդը Դավիթ Սահակյանն է, հանգիստ ասաց Արամը, իմ իրական հայրը և Կարենի գործընկերը, ում նա դավաճանեց և հասցրեց ինքնասպանության։ Դահլիճում խառնաշփոթ սկսվեց։ Կարենը գունատվեց և փորձեց անջատել բարձրախոսը, բայց Արամը շարունակեց։ Նա հանեց հեռախոսը և միացրեց այն բարձրախոսներին։ Հնչեց Դավիթի օրագրի աուդիո տարբերակը, որը նա նախապես ձայնագրել էր։ Դավիթի հուսահատ ձայնը լցրեց դահլիճը, պատմելով դավաճանության և ստի մասին։ Կարենը բղավում էր, որ դա սուտ է, զրպարտություն, բայց արդեն ուշ էր։ Արամը գիտեր, որ սա բավարար չէ, նրան պետք էր անհերքելի ապացույց։ Նա դիմեց Կարենին. «Եթե սա սուտ է, ապա ապացուցիր, բեր այն փաստաթղթերը, որոնցով հայրս իբր հրաժարվել է իր բաժնեմասից։ Դրանք քո սեյֆում են, այնպես չէ։ Գնանք հիմա, բոլորի ներկայությամբ և բացենք այն»։ Կարենը հայտնվել էր թակարդում։ Հրաժարվելը կնշանակեր ընդունել մեղքը։ Նա ստիպված էր համաձայնել, հույս ունենալով, որ Արամը չգիտի գաղտնի խցիկի մասին։ Բոլորը, լրագրողները, գործընկերները հետևեցին նրանց դեպի ննջասենյակ։ Կարենը դողացող ձեռքերով բացեց սեյֆը։ Այնտեղ, ինչպես և սպասվում էր, ոչինչ չկար։ «Տեսնում եք», հաղթական ասաց նա, «ոչ մի փաստաթուղթ»։ «Իսկ այժմ բացիր գաղտնի խցիկը», սառը ասաց Արամը։ Կարենի դեմքը մոխրագույն դարձավ։ Նա հասկացավ, որ պարտվել է։ Բոլորի հայացքների տակ նա դրեց մատը սկաների վրա և արտասանեց կոդային բառը։ Պատի մեջ անաղմուկ բացվեց մի խորշ, որտեղ դրված էր միակ թղթապանակը։ Արամը վերցրեց այն և հանեց փաստաթղթերը։ Դրանք Դավիթի հրաժարականի թղթերն էին։ Բայց փորձաքննությունը հետագայում կապացուցեր, որ ստորագրությունը կեղծված է։ Իսկ թղթապանակի տակ դրված էր մեկ այլ թուղթ՝ Դավիթի ինքնասպանության նամակը, որը իրականում գրված էր Կարենի ձեռագրով։ Դա վերջն էր։ Կարենի կայսրությունը փլուզվեց այդ պահին բոլորի աչքի առաջ։ Բախման լուծումը արագ չէր և ոչ էլ հեշտ։ Կարենը ձերբակալվեց։ Սկսվեց երկար դատավարություն, որը բացահայտեց տասնամյակների ֆինանսական խարդախությունները և դավաճանությունը։ Արարատ Հոլդինգը հայտնվեց սնանկացման եզրին։ Արամը կանգնած էր ընտրության առաջ, փորձել փրկել այն, ինչ մնացել էր արյունոտ կայսրությունից, թե թողնել, որ ամեն ինչ փլուզվի։ Նա ընտրեց երրորդ ճանապարհը։ Նա հրապարակակավ հրաժարվեց իր ժառանգությունից։ Նա վաճառեց իր ունեցած բոլոր բաժնետոմսերը և գումարը ուղղեց մի հիմնադրամի ստեղծմանը, որն օգնում էր երիտասարդ տաղանդավոր գործարարներին, ովքեր, ինչպես իր հայրը, ունեին մեծ երազանքներ, բայց չունեին միջոցներ։ Նա վերականգնեց Դավիթ Սահակյանի անունը ոչ թե վրեժով, այլ ստեղծարարությամբ։ Սոնան, ազատվելով իր բանտից, վերջապես գտավ իր հանգստությունը։ Նա դարձավ այդ հիմնադրամի ակտիվ անդամներից մեկը, իր փորձով օգնելով երիտասարդներին։ Մի քանի տարի անց, արևոտ օր է, մի փոքրիկ, բայց ժամանակակից գրասենյակ Երևանի կենտրոնում։ Պատին գրված է Դավիթ Սահակյանի անվան նորարարությունների կենտրոն։ Արամը, այժմ ավելի հասուն, ավելի հանգիստ, շախմատ է խաղում մի երիտասարդ աղջկա հետ, ում նորաստեղծ ընկերությանը հիմնադրամը աջակցում է։ Նրա կողքին նստած է Սոնան, և նրա դեմքին վերջապես անկեղծ խաղաղ ժպիտ կա։ Հին, փորագրված շախմատի ձին դրված է սեղանի անկյունում, որպես անցյալի հիշեցում և ապագայի խորհրդանիշ։ Արամը կորցրեց միլիարդներ, բայց գտավ շատ ավելին՝ իր իսկական եսը, իր հոր պատիվը և իր հոգու խաղաղությունը։ Նա հասկացավ, որ դավաճանության վրա կառուցված հարստությունը իսկապես ոսկեզօծ վանդակ է, իսկ ազնիվ անունը ավելի թանկ է, քան ցանկացած գումար։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ անցյալից փախչել հնարավոր չէ և որ ճշմարությունը, որքան էլ որ այն ուշանա, միշտ իր ճանապարհը գտնում է։ Իսկ դուք ինչ կանեիք Արամի փոխարեն։ Կընտրեիք արյունոտ ժառանգությունը, թե կպայքարեիք արդարության համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ